Փարքնեժդեհին։ Ես սնա հավատ չեմ, բայց հիշում եք, չէ, որ այսպեսի մի ժողովրդական խոսք ասում է, ով ինչ անի, իրեն կանի։ Մենք չենք մոռացել, չէ, 2020 թվականին, երբ որ 44-օրյա պատերազմի ժամանակ ռուսներից կապեցին մեր ձեռքերը, որ մենք չկարողանանք դիմադրել ինչպես հարկն է Էրդողանին եւ Ալիևին։ Հիշում ենք դա, չենք մոռացել։ Եվ այսօր աշխարհը ռուսների ոչ միայն ձեռքերն է կապել, բերանը, աչքերը, ոտքերը եւ ոչ ավել, ոչ պակաս իր եղբորը ուկրաինացուն հնարավորություն է տվել պատժել։ Սա ոչ միայն հատուցում է ինչ-որտեղ, այլ նաեւ անշնորհքություն է։ Երկու եղբայր իրար հալածում են եւ աշխարհը օգնում է մեկին, որպեսզի նա կարողանա վրեժխնդիր լինել մյուս եղբորից։ Այս սա է ռուսական աշխարհը։ Այս է թաթարածինը։ Ով ինչ անի, ելի եմ ասում, իրեն կանի։ Աշխարհում այս նոր տարածաշրջանային այս կրակոտ օջախները երբ որ բացվում են այսպես, իհարկե Իրանն է, դա արդեն իսրայել-ամերիկյան հարձակումից հետո Իրանը փորձում է տարածաշրջանում նոր օջախներ բացել պատերազմական։ Եվ տեսնում ենք, որ արդեն արևելքում, արդեն ոչ միայն տարածաշրջանում, արդեն արևելքում է ակտիվանում ռազմաշունչ եւ զորավարժությունները եւ ուժի ցուցադրությունները, դու ինչու՞ չէ նաեւ ռետորաբանությունը։ Իսկ մեր ողորմելին դեռ խաղաղությունից է խոսում։ Ու ո՞րն է սրա խաղաղությունը? Հնազանդվելը։ Խաղաղության միակ երաշխիքը դա քո բանակի հզորությունն է եւ քո դաշնակիցը։ Բանակը խեղճացրել են, դաշնակից չենք թողել, որովհետեւ հապկում ենք, իսկ հապկանտամ երկրները դրանք մեր դաշնակիցները չեն։ Դրանք Ալիևի ընկերներն են, ովքեր շնորհավորեցին Ալիևին, բոլորը անխտիր։ Այսինքն Նիկոլի ասած խաղաղությունը, որ ինքը բերել է, դա ուղղակի Ալիևին չգրգռելու գործողություն է։ Չէ, եկեղեցուն ասում են ինչ ես հալածում, ասում է, բա պատարակի ժամանակ ասում է Արցախի հանրապետություն։ Այդ բառը չպետք է ասեք, որ Ալիևը չգրգռվի։ Այսինքն մեր գործը Ալիևի, ասենք, այդ գրգռվելու պահը բավարարելն է։ Ոչ բանակ, ոչ դաշնակից, ոչ տնտեսություն, Ալիև։ Յարաբեդ Ալիևը, որ ասում է Արևմտյան Ադրբեջան, բա Նիկոլ, դու չես գրգռվում, թե դու այդ օրգանը չունես։ Այ լակոտ։ Ով է տեսել անվտանգությունը, թշնամուն չգրգռելու process-ը լինել։ Պետության անվտանգությունը հիմնված է թշնամուն չգրգռելու վրա։ Ու այս կուտը ուտում են։ Իմ հետևորդներից մեկը մի լավ գրառում էր արել, նիկոլականներ։ Նամազանել սովորեք, եթե մեզ չհաջողվի, Աստված մի արասի Ալիևին կասեցնել։ Պուտինին, Ալիևին, Էրդողանին, դուք պետք է նամազանել սովորեք։ Մենք իրենց հետ չենք ապրելու։ Մենք կմեռնենք, բայց չենք ապրի թուրքի լծի տակ։ Բայց դու պետք է ապրես, որովհետև Նիկոլ ես սիրում։ Նամազանելը սովորի։ Ճապոնիան մի նոր վարչապետ ունի։ Կին է, առաջի անգամ Ճապոնիայի պատմության մեջ կին վարչապետ է նշանակվել կամ ընտրվել։ Եվ ինչ է ասում այս կինը։ Ասում է յուրաքանչյուր պետություն նախ պետք է ինքը իրեն պաշտպանել կարողանա, հետո նոր դիմի իր ընկերներին, ասենք դաշնակիցներին։ Մենք գիտենք, որ երկրորդ համաշխարհայինից հետո Ճապոնիան բացառապես ամերիկյան հովանավորության տակ է եւ պայմանագրեր կան, որքան գիտեմ, որ Ճապոնիան իրավունք չունի այսքան զորքից ավել կամ այս զենքից ավել ունենա, Ամերիկան ամեն ինչ երաշխավորում է։ Եվ անգամ Ճապոնիան իրավունք չունի իր արտադրած զենքը երրորդ երկրների, այսինքն նայած զենք։ Այսպիսի պայմանագրեր կան վաճառելու առանց Ամերիկայի թույլտվության։ Հիմա այս կինը Ամերիկային ասում է, այդ վերանայենք այդ պայմանագրերը, մենք պետք է զինվենք։ Հիմա Ամերիկայի դաշնակիցներին Իրանը հարվածում է, Ամերիկան չի կարողանում պաշտպանել։ Հաստ էս, այսինքն կարողանում է, բայց այդ մարդիկ լուրջ հարվածներ են ստանում։ Ճապոնիան հասկացել է, որ չէ, ուրիշի հույսին մնալու չէ։ Պատկերացնում եք ինչ է տեղի ունենում։ Այդ ճապոնացի կինը հասկանում է եւ այնքան տղամարդ է, որ Ամերիկային ասել է ես պետք է իմ զենքը, իմ զորքը, իմ բանակը առանց սահմանափակումների ունենամ, որտեղ Հյուսիսային Կորեան արդեն դե Ճապոնիան հենց Կորեան կղզիներից խոսում է, Հյուսիսային Կորեան Ռուսաստանին ի աջակցություն
Սկսում է զորավարություններ միջուկային զենք ցույց տալ, էս անել, այն անել։ Եվ այդ կին անհանգստացած է, ասում է 10,000 հյուսիս կորեացի զինվորներ, որ գնացել են Ուկրաինա կռվում են, դրանք գնացել են մարտական գործողությունների փորձ ձեռք բերելու։ Դե մի քանիսը հետ կգան, 1000-ն էլ հետ կգան, էլի բան է։ Այսինքն այդ կին անհանգստացած է անվտանգությամբ։ Այսինքն անգամ Ամերիկայի հովանավորությունը այդ կնոջը չի բավարարում, չի երաշխավորում։ Թե այս Նիկոլը որտեղից է որոշել, որ վերջ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Իսկ նիկոլականներ չմոռանաք, նամազ անել սովորեք։